Բարև ընկերներ, էլի ես եմ, էլի ես եմ։ Ընկերներ, իմ սիրելի ընկերներ, որովհետև ես իմ Facebook-իս վրա ավել բագաս ընկերներ չունեմ, միջև մեկի ընկեր ընտրեմ, 1000 մաղից կանցկացնեմ, գնայեմ ով է, ինչ է, դրա համար էլ 2 տարի է իմ ընկերների թիվը 5000-ի գեսին չեն հասնում, 2000 են։ Ուրեմն, էլի դարիներու փորձով եմ արդեն, այսպես, այնքան ընկերական հայտ կուկա ոչ մեկին չեմ ընդունի, շատ քիչերին ընդունեմ։ Ինչ մի դասեի, վաղը մայիսի 28-ն է, շնորհավորում եմ իմ ազգին, համայն աշխարհի հայության, վաղը մայիսի 28։ 6 խավար տարերի վրա մի տրոշ երակույն, մի բադարիկ հող, 1915 ցեղասպանություն, 3 տարի, ուղիղ 3 տարի ետք, թուրքը անցավ Արաքսի այս կողմը, որ մնացած հային էլ պնաչնչի և այն ժամանակից իր պանթուրանիզմը իրակորձ է, հայը ոտքի ելավ, պաշտպանեց, պատմություն չեմ պատմել, բոլորը դեռ պատմությունը գիտեք, ովքեր էին դրանք, այդ բայկարողները ովքեր էին, իմ ուսումնասիրությամբ, այդ ապրիլ, մայիս 18 թվականի, 1918 թվականի, մարտը, ապրիլը, մայիսը, մինչև Հայաստանի անկախության հռչակումը 7-ից 9000 զոհ ենք տվել, 7-ից 9000 զոհ, 1921-22 բոլշևիկները եկել են, այդ ամբողջ արխիվները վարել են, փճացրել են, մենք չգիտենք այդ քաչ հերոսները ովքեր են, որոնք պաշտպանել են, պանթուրքիզմի դեմ գրվել են, Հայաստանին պաշտպանել են, հայ ժողովրդին պաշտպանել են, երկրորդ ցեղասպանությունից 3 տարի ետք, և հռչակել են, անկախություն են հռչակել, 70 տարի բոլշևիկները, ախպեր ջան, տաշնակները Թուրքիայում գրվել են, Արևմտյան Հայաստանում գրվել են, որ Թուրքիայի մեջ, Օսմանյան կայսրության մեջ, մի տեսակ ինքնավարություն, ազատություն, մարդու իրավունք ձեռք բերեն, երբեք տաշնակցականները 30 տարիի չափ այդտեղ Արևմտյան Հայաստանում չեն գրվել անկախության համար, գրվել են բարենորոգումների համար, մարդու իրավունքների համար, հայի բարձր արժանապատվությունը պահելու համար, անկախության մասին երբեք խոսակցություն չկա, մեզ 1918-ին բարդատրվեց անկախությունը, և ոչ մեկը, ոչ մի հայ, իրա ոչ բաբան էր թագավոր, ոչ բաբան էր իշխան, ոչ բաբան էր գեներալ, մշակ, բանվոր, ռնչբեր, ժողովուրդ էինք 600 տարի, Սասունում գրվել են, Մուշում գրվել են, այստեղ այնտեղ գրվել են 30 տարի, դու Անտրանիկը, Գևորգ Չավուշը, բոլորը գրվել են, առանց անկախության միտք ունենալու, գրվել են հայի իրավունքները պաշտպանելու, հավասար ապրելու, կացեք ուսումնասիրեք, մեզ բարդատրվեց անկախություն, մենք պատրաստ չէինք անկախության, ու այդ ինքնապաշտպանությունը, հայ ժողովրդի ֆիզիկական ինքնապաշտպանությունը 1918-ին գազմագերբեց հայեղափոխական տաշնակցությունը, այդ որ այսօր Հայաստանի մեջ կասեն տաշնակները, տաշտանները, չգիտեմ ինչ ասեք գասեք, թավաջանեն, ասեն անեն, գներեք, ոչ մեկը թիվանակետի դղա չէր, ոչ թակավորի, ոչ ալ իշխանի, մշակ, բանվոր, ռնչբեր, հայր են ասել, նվիրյալ մարդիկ էին, ասկը պաշտպանեց, Գովգասյան այդ միությունը,
Վրաստանը իր անկախությունը հռչակեց, Ադրբեջանը իր անկախությունը հռչակեց, դուք անկախ եք, դե լավ, ես էլ անկախ եմ, բայց անկախությունը ինչ էր մեր ժողովուրդը գիտեր։ Նույնիսկ այդ օրվա ղեկավարները անկախության պատրաստ չէին։ Մտան միջազգային ընտանիքի դիվանագիտության մեջ սխալներ էլ գործեցին, ես էլ չեմ ասում գադարյալեր։ Առաջի հանրապետությունը ամենակարևորը մայիս 28-ին, էդա մի հատ թորմուզ դվեց, մի հատ այսպես գանքնացրեց հայոց երկրորդ ցեղասպանությունը։ Գրիվներ եղան, չգիտեմ ես եղան, են եղան, թավաջանություններ եղան, սխալներ եղան, շատ բան գործեցինք, բայց հիմնականը բահեցինք։ Հայ ժողովրդի, հայ ազգի արմատը բահեցինք։ Օրինակի համար այսօր վաղ առավոտ մայիսի 28-ն է։ Հայաստանի ժողովրդին 70%-ը տաշնակցություն չի սիրել։ Տաշնակցականներին տաշնակ կասեն, նախ տաշնակ չէ, տաշնակցական է։ Այդ տաշնակցականները ծեր բաբերի հերոսներն են։ Այսօրվա Հայաստանի 70-75%-ը արևմտյան Հայաստանից այստեղ քաղտած փախստական հայերն են։ Չեմ հաշվում Արցախը, որ վերջին մի քանի տարին բոլորը տաշնակցական են։ Դուք ծեր բաբերի թեմ եք խոսում։ Այդ 30% գրիստներ են եղել։ Առաջի հանրապետության դակներ են փորել, գիտակցաբար, անգիտակցաբար, քանթել են։ Գարսը ինչպես գործվեցինք։ Զորավար Մազմանյանը ասում է գրակ մեր արևելահայ, ոչ արևմտահայ, արևելահայ ռուսական դաստիարակությունը ստացած, ռուսական գայսության դաստիարակությունը ստացած։ Մեկը մուսին զենքին գոտով խփում է, ասում է, արա աղբերներն են մեր։ Աթաթուրքը գալիս է Թուրքիայի թրոշակով, մուրճ մանկաղով, Լենինի Աթաթուրքի նկարով, ասում են մեր աղբերներն են գալիս։ Մազմանովը հանում է Ադրբեջանը ու ինքն իրեն խփում է, դենում է, որ իր զորքը տասալիկ է։ Ասում եք Գարսը ոնց գործվեցինք։ Առաջին հերթին այդպես ենք գործվել։ Պատմությունը շատ խորն է այդ ժամանակ։ 2-2.5 տարի առաջի հանրապետության պատմությունը մարդիկ այսպես ամեն կողմը չեն նայեն, ով իր գործին ինչպես կա այդ կողմեն գնային։ Վաղը, նորից եմ ասում, վաղը մայիս 28-ն է։ Այդ ում հաշվին վաղը դոն է, էլի տաշնակցականների հաշվին։ Վաղը Նիկոլը, որ քորում է, քոչում է, տաշնակներին պետք է վտարել, ես պետք է անեն կբնքորում, քոչում է, հա։ Արա, տաշնակների դոնն է վաղը։ Ճիշտ է, առաջին հերթին հայ ժողովրդին կպատկանի է հաղթանակը։ Հետո Փառք հայ ազգին, հայ ժողովրդին, հետո փառք դաշնակցության։ Դաշնակցության ստեղծած դոնակատարությունն է։ Հիմա Նիկոլ Փաշինյան, դու այդքան դանցիկ ունես, բլոր ունես, կանգնես ասես փառք հայ ժողովրդին, փառք հայ ազգին, փառք դաշնակցության, գարաս ասել, առահայ եթե գասես։ Իսկ հայ ժողովրդի Հայաստանում ապրող հայ ժողովրդին սպիրկում չէ, սպիրկը դաշնակցությունը ինչ է շատ լավ գիտե։ Էստեղ 70 տարի բոլշևիկյան ծեր բաբերից եկած այդ ադելությունը, այդ չգիտեմ ինչ է, հասա ցեզ ջարանկվել է սովետական Հայաստանի սուտ բատմությունը, որ ծեր արյան մեջ անցել է, 30 քանի տարի մենք անգախ ենք այսօր, հելը չկարողացակ այդ վաքսինա, ինչ անենք, ինչ տեսակ վաքսինա ստեղծենք, որ այդ հակաթաշնակցականությունը ծեր մեջ են հանենք, ոնց անենք, ոնց ուզում եք արեք, ուզում եք գլուխնիդ բադին դվեք, ուզում եք որերնիդ խյարին դվեք, վաղը հայ ազգի
Քաղաքական արևմտյան Հայաստանի զորավար անձանիկների Թաշնակցության մարդիկների ստեղծած Հայաստանի դոնագադարությունն է։ Ինչ ուզում ես արա, եթե իրենք չլնեին, եթե իրենք չպաշտպանեին, չգազմագերբեին Արամ Մանուկյանները եւ մնացածը, չգազմագերբեին, այսօր Հայաստան չերներ 1915-ին Անպաշարեմը Հայաստանը մորթեցին 1918-ին փախած քաղաքական արևելը Հայաստանն էլ այսօրվա մեր Հայաստանն էլ մորթելու էին Պարկ այդ ժամանակվա հերոսներին, որոնք թաշնակցական էին Ինչքան ուզես կնա քո թաշնակներին հայո է ինչ անուն գուզես կպսու Այդքան գիտեին մարդիկ, այդքան կարողություն ունեին, թիվանակետություն չունեին, թիվանակետ չէին զնված, 600 տարի մենք մեզ չենք ղեկավարել, ինչ էիք ուզում, ինչ էիք սպասում։ Դո այդքան տարի ետ 21-րդ դար, հələ թե մեր ասկի այստեղ այս Հայաստանում ապրողները 70%-ը էշ է, որ չկարողանում գողնորոշվի, ում ընտրե, ով է ճիշտ, ով է օգտակար, ով է վնասակար մեր ասկին։ Բա պատկերացրեք 108 տարի առաջ Դու քեզ խելացի դերեսել է, թաշնակները Հայաստանից պիտի վտարենք, թաշնակները թավաջան թաշնակ, դո թաշնակների հիմա պիտի ասեի։ Վերջ տրեք այս ամեն ինչին։ Փառք հայ ժողովրդին, փառք հայ ազգին, փառք թաշնակցության, որ այս մի գդոր հողը ինչ ուզում ալնի հայ ժողովրդի չկարողացավ թուրքա արմադախի լնե 1918-ին։ Իր նպատակին չասավ։ Վաղը այդ մեր հին հերոսների դոնագադարությունն է, սխրանքն է, թրոյից սկսած, անցանիքից սկսած, մեր հավատարիմ Հայաստանի եզդիներից սկսած, Նազարպեկյանից, Արարատյանից, որ մեկի անունը դանք, բոլոր դեր գիտեք։ Շատ խոսացի, շատ բան ասի, հասկացողին համար 1000 անգամ ջագադեմ բաչեմ, չհասկացողի համար էլ լայլայա էլի խոսած ես, հելը ես դեսահոլովագի դակնել վաղը, քյուսուրներ գկրեն, կέφերներ գտնեն, թաշնակ շուն գասեն ինձի, չգիտեմ ինչ թավաջան թաշնակ գասեն, առատ թու ով ես գասեն, ամեն ինչ էլ գասեն, ամեն ինչ գասեն, ես սովորեմ, քիչ մտուկ խելքերնից օգտագործեք, անցյալը չարժևորող մարդը ոչ մի տեղ չի ասնել, ոչ մի տեղ, 30 տարի բայկարեցինք, Արցախ ազատագրեցինք, անցյալը չէ, հերեթեր ողջ ենք, այս նույն ժողովուրդը թքեց մեր վրա, իմ ու իմ նման ընկերների ազատագրած արյունով, քրդինքով, մի կյանք բայկարը մեր չուրթարսեց, մնաց որ 100 քանի դարվանին վրա չի թքե, թաշնակ շներ չասե, վախնամ մի 20 տարի հետո իմ հին ազատամարտիկ իմ սերունդը մերնելնես հետո ասել շունշան որդիներ մեզ գրագի մեջ եք թողել գնացել եք Արցախ եք ազատագրել կարող է մի օր էլ այդպես ասեք 100 տարի առաջվա հերոսներին չքնահատողը կարող է 20 տարի հետ կա այսօրվա զոհված ու ողջ մնացած հերոսներին էլ չհարկե դուք ինչ եք դուք որտեղից եք արա ինչ տեսակ սորտ եք դուք ես չեմ հասկանում Այս 70 տարի այդ մուրջ մանկաղի Լենինի, Ստալինի, չգիտեմ ինչի Սովետական միություն չէ, սովհաց միության մեջ ոնց է գաբրել Սովհաց միություն Ոչ մի բան չկնահատեցիք Ինչ եք ուզում, ուզածնիդ, ինչ է Սա է մեր հայրենիքը Չբայկարես, չբաշխանես, թուրքը կագնի գիտալ գշին է, աղջի գիտալ գշին է, քեզի ալ գշին է Հողը դել գարն է, թուրքի ուզածը հային վերացնեն է, չեք հասկանում, թալատը ասեք, չէ, ուզում եմ ես աշխարի վրա մեկ հատ հայ թողնել, ենել թանկարանում,
նմուշ։ Լավ, շատ խոսացի, շատ երկարացի, մի անգամ էլ ասեմ։ Փառք 30 տարի Արևմտյան Հայաստանում գրված մեր ֆեդայիներին քաչերին, որոնք ստիպված հասան Արևելյան Հայաստան, Թուրքահայաստանից հասան Ռուսահայաստան եւ կարողացան հայ ժողովրդի վերջի պեգորը, վերջի բադար հողը բահել բահբանել։ Ոչ մեկը թավաջան չի եղել։ Այդքան գիտեին, այդքան կարողություն ունեին։ Մի ամիդ էին, մի քիչ խելացի էին, մի քիչ ինչ ուզում ալնի հայ ժողովրդին ֆիզիկական գոդորածից ազատեցին 1918-ին բայկարելով 7-ից 9000 զոհ տալով։ Այսօր եթե մենք ունենք այս Հայաստանը կբարդինք 1918-ի այդ ժամանակվա մեր հերոսներին, զոհվածներին, 1000 փառք, հավերժ փառք, շնորհավոր մայիս 28-ը։